Բարև ձեզ, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Ընդդիմության սեզոնային հանգիստը ավարտվեց եւ սկսվել են այսպես ասած գարնանային սրացումները։ Դրանց մի մասը իմպիչմենտի գործընթաց է սկսել խորհրդարանում եւ այդպիսով փորձում է իր անունը վառ պահել քաղաքական լրահոսում, իսկ մյուս մասն էլ մասնավորապես սիամական զույգը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն էլ հանդիպում են երիտասարդ համալսարանականների հետ եւ փորձում են միմյանց հետ մրցել, թե նրանցից ով է ավելի հզոր պետական գործիչ, ով է իբր ավելի շատ բան արել այս երկրի համար։ Թողնենք մի կողմ հարցը, թե սա հայտնի զույգի ստվերային գզվրթոցի հերթական ժայթքումն է, թե Քոչարյան-Սարգսյան, այսպես ասած, թշնամանքի վատ բեմադրված խաղ։ Մոտենում է 2026 թվականի խորհրդարանի ընտրությունը եւ ակնհայտ է, որ այս սիամական զույգը փորձում է մնալ ալիքի վրա եւ չկորցնել այն մինիմալը, որն ունի այսօր։ Իսկ մինիմալը պահելու համար պետք է առնվազն կամ բեմադրել թշնամանք կամ զբաղվել հեքիաթասացությամբ։ Օրինակ Քոչարյանին թվում է, թե իր ելույթները լսում են միայն երիտասարդ համալսարանականները, որոնց մեծ մասը շատ աղոտ պատկերացում ունի Քոչարյանի նախագահության տարիների մասին, եւ հանրապետության երկրորդ նախագահը իր այդ կառավարման ժամանակահատվածի մասին սկսում է պատմել Գյուլնաստատի հեքիաթները։ Գրեթե նույն տրամաբանությամբ առաջնորդվում է նաեւ Սերժ Սարգսյանը։ Հայտնի զույգը հավանաբար մոռանում է, որ հասարակությունը լավ հիշողություն ունի, եւ շատերը դեռ հիշում են, որ թե Ռոբերտ Քոչարյանի եւ թե Սերժ Սարգսյանի տարիներին ոչ թե Հայաստանը դառնում էր Շվեյցարիա, այլ ավելի ու ավելի էր խրվում ճահիճի մեջ։ Թե Քոչարյանը եւ թե Սարգսյանը փորձում են իրենց պաշտոնավարման տարիները ներկայացնել որպես Հայաստանի վերելքի տարիներ, մինչդեռ այդ տարիներին վերելք ապրում էր ոչ թե Հայաստանն ու երկիրը, այլ հենց այդ երկու նախագահներն ու իրենց շրջապատը։ Հենց նրանց անհեռատես քաղաքականությունն ու շահամոլությունը Հայաստանին հասցրեց մի հանգրվանի, որից այն կողմ աղետներ, անորակ սպառազինություն, անորակ ենթակառուցվածքներ, բնական եւ էներգետիկ ռեսուրսների մսխում։ Սա է եղել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների քաղաքականության արդյունքը։ Բնականաբար գործող իշխանությունը այսօրվա նույնպես ունի բացեր, գուցե ավելի մեծ բացեր, սակայն այդ բացերը հետևանք են այն կոռումպացված համակարգի, որը 25 տարի շարունակ կառուցել է հայտնի զույգը։ Ընդ որում կառուցել է մի ժամանակահատվածում, երբ աշխարհը համեմատաբար հանգիստ էր եւ հնարավորություն կար աշխարհակաղակական այդ հանգիստ իրավիճակն օգտագործել ի նպաստ Հայաստանի զարգացման եւ հզորացման։ Սակայն փոխարենը նրանք կառուցեցին իրենց ֆինանսական կայսրությունը, իսկ Հայաստանին բոլորովին անպաշտպան թողեցին փլուզվող աշխարհակարգի տակ։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։